մարդիկ զայրաստիճան գզարմանային և գսեին, այս մարդը ամեն ինչ լավ կկատարեր, նույնիսկ խուլերուն լսել կուտա և համրերուն խոսիլ։ Անուն Հոր և Որդվո և Ոգին Սրբո, ամեն։ Այսօրվա Ջաշու ավետարանը, սիրելի հավատացյալներ, առնված է Մարգոսի ավետարանեն 7-րդ գլուխեն 31-37 համարները։ Այստեղ նախ քան խոսիլը Քրիստոսի կատարածի մասին, գուտա աշխարհագրական տեղեկություն, ըսելով որ Դիապոլիսեն, Դիդոսի և Սետոնի շրջաններեն գնաց դեպի Հորդանանի արևմտյան կողմը, Դեկապոլիս։ Եթե աշխարհագրական տեսանկյունեն նայենք, բավական ճանապարհ քալեց Հիսուս, այսինքն այսօրվա դրությամբ Լիբանան և Բաղեստին սահմանեն դեպի արևելյան կողմը, միջակրականի ափեն դեպի արևելյան կողմը, դեպի Հորդանանի արևմտյան շրջանը, Թավարյատ լիճի հարավ արևելյան շրջանները, դեպի 10 քաղաքները, Դեկապոլիս։ Այդ քաղաքները ջանցված էին իրենց հելենական մշակույթով, այսինքն Հիսուս հեթանոս շրջանեմը դեպի այլ հեթանոս շրջան գնաց, այն վայրը, ուր նախապես այցելած էր ու բժշկած այն մարդը, որ դևերը գրավված էր, լեգեոններն էին բնակված իր մեջը, ուր կհիշեք նաև, որ այդ դևերը իր մեջ են հանելով, խոզերում մեջ տրել տվավ և խոզերը իրենք ջուրը հապեցին։ Այս խուլ ու համրին բժշկությունը գնմանի նաև Մարգոսի 8-24-26 համարներու Բեթսայդայի գույրի բուժումին։ Խուլ ու համրին բժշկությունը կկատարվի հացի բազմացումի առաջի հրաշքեն ետ, իսկ գույրինը հացի բազմացումի երկրորդ հրաշքեն ետ։ Այլ խոսքով Հիսուս հեթանոս աշխարհին վերադարձուց կարողությունը հավատալու ճշմարիտ կենդանի Աստծուն, տեսնել, լսել, վկայել։ Այս գաղտնուրը հատուկ է Մարգոսին և շատ հին, ուր կտեսնենք Հիսուս կկատարե բժշկության մասնակետ մարդոց շարժումները բուժելու համար, մատները գործածեց ագաշներում մեջ տրավ, թուքը գործածեց, արամերեն լեզուն խոսեցավ և ըսավ եփաթա, որ կնշանակե բացվե։ Ուշագրավ է հավաքական խմբովի բնույթը այս հրաշքին, կարևորը միայն հիվանդին հավատքը չէ, այլ նաև իր շրջապատին։ Մարդիկ Հիսուսի պերին հիվանդը խնդրելով, որ ձեռքը վրան տնե։ Այս մարդը կարող է առանցին երթալ Քրիստոսի մոտ, սակայն Մարգոս ավետարանիչը կշեշտե բերելու գործի վրա, ցույց տալու անհրաժեշտ համերաշխությունը, համագործակցությունը առողջներու և հիվանդներու միջև։ Այսօրվա ավետարանի մեջ ականջ բացվիլը և լեզվի գաբանկը քակվիլը առնչված է Աստուծո խոսքը լսելու և հավատքը հայտարարելու։ Ականջով կլսենք, լեզվով կվկայենք, կխոստովանենք, կհայտարարենք։ Փակ ականջներ, շղթայված լեզու, երկու վերքեր ընկերության մեջ, որ Հիսուս պիտի սրբակրեր, որ մեր ետ հիվանդը ու իր շուրջինները հնարավորություն պիտի ունենային գովաբանական խոսքեր երկել հյուսելու Հիսուսի մասին,
հայտարարելով անոր գործերը, սակայն Հիսուս արգելեց անոնց։ Եվ ինչքան որ Հիսուս գարկիրեր, անոնք լուրը ավելի կդարածեին, եւ պատկերացուցեք հիվանդը, որ հրաշքի արժանացավ եւ լուր մնա։ Ասոր մեյետ, անոնք որոնք բան չէին հասկնալ, անոնք որոնք բերանին չէին բանար, կարողացան խոսիլ եւ ըսին ագանջ ու բերան բացողի մասին, ինչքան հիանալի ու ինչքան լավ են իր գործերը։ Այո, Մարգոսի ավետարանը Հիսուսի գործերու ավետարանն է, եւ ինչ արավ Հիսուս իր կյանքի մեջ, Մարգոս ավետարանիչը պատասխանեց Եսայի մարգարեի խոսքը գրկնելով իր 35-ի մեջ, ուր գսե մարգարեն, այն ադեն գույրերու աչքերը պիտի պասվին, ու խելերու ագաժները պիտի պասվին։ Գաղը եղջերուի պես պիտի ծածկվդե, ու համրին լեզուն օրդություն պիտի երկե։ Այո, Հիսուս գադարեց մարգարեությունները, վերականգնեց ու վերադարձուց աղքատին արժանապատվությունը։ Հարցերը գնդանան այնպես, կարծեք են նոր արարչության դիմաց կանգնած ենք։ Երբ Հիսուս երկինք նայեցավ, հարաչեց, կարծեք թե գցավեր այս աշխարհի վրա։ Միևնույն ժամանակ այդ հարաճանքով դուրս հանեց ստեղծագործող շունչը, զեփույրը, ինչպես արարչության սկիզբը, վերածնելու քանդված այս աշխարհը, որ բանդարգված է իր լռության մեջ, բայց բահած դեպի լույս երթալու իր ցկտումը։ Այո, Հիսուս ինքն է, որ կպատրաստե մարդը լսելու Աստուծո խոսքը, տեսնելու գործերը եւ ուղղուլ ու համր աշակերտներուն Բուդա Պետրոսի բերնով հայտարարելու, որ Հիսուս ինքն է Քրիստոսը, Աստուծո որդին, որում փառք հավիտյանս ամեն։